Արարատի մարզի քաղցրաշենի ցանկատարածությունները այգիներն ու դաշտերն են, սառցե հրթիռակոծությունից հետո։ Ծիրանի ու Դեղցի առատ բերք էին սպասում գյուղում։ Կարկուտն ամբողջությամբ գետնին տապալեց, տարավ եղածն ու կոտրեց խաղողի ողկույզ տերևները։ Կարկտաբեր սև երակ էր, նկատել են գյուղի այգեգործները։ Նախիջևանի կողմից եկավ ու ամբողջ քաղցրաշենն առավ սև ու կարկտաբեր ամպերի տակ։ Գրեթե յուրաքանչյուր տարի այսպես է լինում։ Թուրքիայի Նախիջևանի տարածքից կարկտաբեր ամպերը ցրում ու կարելի ասել Արարատի, Արմավիրի մարզերի դաշտերի վրա են ուղարկում։ Կարկտային օջախները արդեն ձևավորված եկել են Նախիջևանի տարածքից։ Պրոցեսների 70-80%-ը մոտենում են Հայաստանի սահմանին, արդեն կարկուտը մեջ է։ Ինչու կարկտակայանները դեմը չառան վնասաբեր սև ամպերի, երբ երկինք կրակեցին դրանք, ինչ մակերեսով, այգետերերն ու հողագործները կրակոցի ձայներ լսել են։ Կարկուտ հենց եկավ, արդեն էլ չկրակեց։ Ահա որ էր էդի։ Արագ, շատ թափով արագ էտում էր։ Երրորդ աստիճան այդ ամբը, այդ կարկտային բանը, ինչ էլ չի փրկի։ Ձևի մեծության կարկուտ էր։ Քաղցրաշենում մեր տնամերները լրիվ ավելել է։ Լորի ձվի չափ տեղացած կարկուտից հետո ծառի վրայի բերքի 50%-ը թափվել է գետնին։ Մնացած բերքն էլ ապրանքային տեսքով այնքան վատն է, որ այն իրացնել հնարավոր չէ։ Էսի արդեն չի լի, ոչ էսի բանգլի ոչ կծախվի, ոչ բանկել, ոչ բան չի լեսի։ Սա իմ հողատարածքին անմիջապես տանձը, որ ուզում ես տանձը քաղես, տանձի վիճակը ահավոր վատ է։ Սկզբում եկավ պնդուկի չափ այդ մեծությամբ, հետո դադարեց, նոր սկսավ այտենց լորի ձվի մեծությամբ այդպես հատիկներ գցել։ Արագացոցիներն էլ բախտ չունեցան այս տարի։ Աղետաբեր եղանակը նրանց այգիներին էլ մեծ վնասներ է հասցրել։ Մեկը բջջայինով տեսանկարահանած հավքիթի չափ կարկտի գնդերն է ցույց տալիս, մյուսը ավերված խնձորի, կերասենու տանձենու տնամերձը։ Գյուղացու ամբողջ չարչարանքը կարկուտը սրբել տարել է։ Գետինն էլ, մեր հողամասն անտառու տանդե վաբշե, ավիրելա։ Այս խնձորն է լրիվ ցենց քրքրելա։ Ես էլ Սերգեյֆիլն այլ թուփ չի, ոչ թուփ, ոչ ծաղիկ, ոչ մի բան։ Լորի ձվի չափ էր։ Վերևից սառույցը գա, էսի գլխին էլ ընկնի, ամա այս տեղում կարա մնա ախպեր։ Եթե Արարատի մարզում կարկտի ավերածությունների էպիկենտրոնը քաղցրաշենն է, Արագածոտնում բյուրականը, աղցքն ու ագարակը։ Ամենը մի հատ երկու հատ ձեն լսեցի ստեղից, որտեղ քամին սկսել էր արդեն։ Վարչական շրջանի ղեկավարի հետ են զրուցում։ Ագարակում կարկտակայանները ժամանակին գործի դրվեցին։ Երկուսից մեկի ձայնը լսելի եղել, ասում է ագարակցին։ Կրակեցին, անօգուտ էր։ Վնասն ավելի շատ եղավ։ Ինքը խփեց, բայց ոնց որ չօգնեց քան շատ, չգիտեմ, ինչն էր պատճառը, ես չեմ կարող։ Վարչական ղեկավարին խնդրեցին կարկտակայանը տեղում գործարկել, հնարավոր չեղավ։ Հիմա դրանք օդերեութաբանական կենտրոնին են հանձնել։ Համակարգը նրանց է պատկանում։ Ասում են ոչ թե ձեռքով բջջայինով են դրանք կառավարվում, այլ ավտոմատ։ Կարկտակայանն է հիմա արձագանքելու անոմալ եղանակին։ Կարկուտ եթե լինի, անմիջապես պետք է օդ կրակի։ Կարող զանգել կենտրոն, ասենք մի հատ կրակի։ Չէ, դա պետք է իրանք կարող անտեղից կարենան կրակեն իրանք։ Կարող անտեղից կարան ծրագրամը փոխեն։ Աղցքում իրարանցում է, ոչ կարկտակայանի կրակոց են լսել, ոչ էլ դրա խերն են տեսել։ Մի մասն ասում է չեն կրակել, մյուս մասն էլ թե տեղացած կարկտին ուշ են արձագանքել։ 100%-ով տարել է, ոչ մի բան չի մնացել։ Կես ժամ հետո նոր կարկտիկայաններն աշխատում են։ Կարկուտը կդրվավ նոր սկսեց կրակել, ախր, այդ վաղ դաշտը մերի։ Չի կրակվի, ախր, չի արվի, եթե կրակեին, ոչ մեկ չի ասում։ Հանրապետությունում հակակարկտային համակարգերը 100%-ով չեն աշխատում։ Վիճակն ավելի է բարդանում, երբ անձրևն ու կարկուտը կայանը գործի դնելուց ավելի շուտ են տեղում։ Համակարգը խափանվում է, հնարավոր է, որ ընդհանրապես չաշխատի։ Հատկապես ամպրոպային երևույթների ժամանակ մենք լուրջ խնդիր ենք ունենում կապի հետ կապված, բջջային կապի հետ կապված։ Եվ լինում են դեպքեր, երբ հրահանգը նույնիսկ 1 րոպե, 2 րոպե ուշացումով է հասնում, որպեսզի հակակարկտային կայանը իր ակտիվ ներգործությունը անի, դրա համար շատ ժամանակ երբեմն այդ ակտիվ ներգործությունը փոքր-ինչ ուշացած է լինում։ Բացի այդ ունենք խնդիր ռադիոլոկացիոն կայանների, որոնք որ արդեն 40 տարուց ավելի շահագործման են։ Պետական մարմինների այս ձևակերպումները գյուղացուն հողի մշակին ընդհանրապես չեն հետաքրքրում։ Դա արդարացում չէ։ Թող սարքին լինեին հակակարկտային կայանները, թող շուտ արձագանքեին։ Ում են պետքա ժանգոտած դարն ապրած կայանները, եթե արդյունավետ չեն։ Էսի
շուտվա կառույց է, կլինի էլի մի 10-20 տարվա երևի, էլի չեմ կարող ասել, հա, չեմ կարող ասեմ, բայց սա ավտոմատիկա է, պետք է նորմալ աշխատեք, չգիտեմ, մեջը կա, չկա։ Ոլորտը համակարգողներն էլ թե նոր հրթիռային համակարգեր են նախատեսում տեղադրել, բանակցում են բուլղարական կողմի հետ։ Մենք այն համոզմունքին ենք, որ այդ նոր մեթոդները ավելի բարձր էֆեկտիվություն կունենան։ Իդեպ այս հրթիռային համակարգերի տեղադրման մասին տարիներ առաջ էին դեռ խոսում։ Այսօր էլ բան չի փոխվել։ Նույն ձևակերպումներն են ու նույն խոստումները։ Այդ խոսակցություններից հետո տարիներ են անցել ու ոչ մի հակակարգտային հրթիռ Հայաստան չի մտել։ Մեր երկրի աշխարհագրական դիրքի եւ աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկություններով ելնելով այս պահին դա կիրառելը անհնար է։ Եթե անգամ ունենայինք դա անհնար է կիրառել, որովհետեւ դրանք հրթիռներ են, որոնք որ իրենց տեսքով ու որևէ առանձնահատկությամբ բացի մարտագլխիկը եթե նայենք ոչ մի բանով չեն տարբերվում մնացած մեծ հրթիռներից եւ դա օգտագործելու համար նախ պետքա դու ունենաս համաձայնագրեր քո բոլոր հարևան երկրների հետ, որ եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա։ Էկոնոմիկայի նախարարությունը հաճախ է խոսում կարգտապաշտպան ցանցերի տեղադրման մասին։ Վնաս կրած մարզեր այցերի ընթացքում եւ ոչ մի այդպիսի ցանցի ականատես չեղանք։ Համայնքների բնակիչներն են փաստում, դրանք թանկ են ու ոչ բոլորին հասանելի։ Որքան էլ խոսում են, թե սուբսիդավորում են, աջակցում, մեկ է գյուղացու համար դրանք շարունակում են անհասանելի լինել։ Ցանցեր չունենք։ Թանկանոստան բավականին։ Հիշում եք, անցած մի քանի տարիներին կարգտից, երաշտից գյուղապահովագրում կար։ Արտասահմանյան ընկերությունը որոշ ժամանակ աշխատեց ու հեռացավ Հայաստանից։ Վնասով էր աշխատում, փոխհատուցման ծավալներն ավելի շատ էին։ Եվ Զավեշտալին նմանատիպ մի ապահովագրում հիմա էլ է գործում։ Այս անգամ պետությունը որոշել է մի մասով աջակցել ապահովագրավաճառի դեպքում։ Զավեշտն այստեղ ավելի է խտանում։ Համայնքը ռիսկային եղավ, գյուղապահովագրումն այդ համայնքում չի գործի։ Պատկերացնում եք, դա քաղցրաշենցիներին հասանելի չէ, քանի որ համայնքում ամեն տարի կարկուտ է տեղում։ Համակերպվի քաղցրաշեն կարկուտի հասցրած վնասի հետ։ Մեր ապահովագրեր։ Մեր ռիսկային չեն գալի, չեն ապահովում։ Բոլորով են, այս երկրորդ տարին է հրաժարվել են։ Ապահովական ընկերությունները հրաժարվել են, չեն ապահովագրում մարդիկ։ Ռիսկային տարածքա չեն ապահովագրում։ Գոնդենա ինչու քոք փագիլանդ է։ Կարգտի հասցրած վնասը քիչ էր, սելավներն էլ մի կողմից ավերեցին դաշտերը։ Գյուղական համայնքներում ոչ միայն անարդյունավետ կարգտակայաններն են, պարզվում է նաև սելավատարեր չկան։ Եղածներն էլ աղբի մեջ կորած են, խցանված։ Հիմա գյուղացին աղետաբեր կարգտի սելավատարերի հասցրած վնասների չափն է հաշվում։ Կստանա մշակը փոխհատուցում։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ պետք է սպասի։ Նայիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։